Հասանելի տարբերակով ներդրեք ձեր դրամական միջոցներն անելիք բանկում և ստացեք տարեկան մինչև 12.5% տոկոսադրույքով կայուն եկամուտ։ Ինչպես նաև ներդրված գրեթե ամբողջ գումարի չափով ստացեք վարկային գիծ, ընդամենը սկսած 2.8% ավել տոկոսադրույքով։ Կեսում եմ տինում, մայրենուշն։ Ինքը իմ ընկերուհին Անուշիկը պրես էր ընգա։ Էրի գրասգանք ու ներսդ հմի զրրումը։ Լսի, բայց դու ինչ մեծ կարծիք ես քո մասին, զարմանում եմ գիտես։ Աստծիկ, քեզ հրավիրում եմ մեր տուն պատրաստած պիցան ուտել։ Դենց բան չէի կարող ասել, որ մենք կանանայինք սարքենք։ Դու մենք ո՞նց պետք է սարքենք, այ ախպեր։ Լավ էլի դու երևի պիցա չես էլ պատվիրել։ Հարուշ պատվիրել եմ։ Գիտես չէ ամենահամով պիցան է։ Այս ուրախ նոտայի վրա էլ, եկեք նստենք։ Օպերացիա, ես չէի պատկերացնի, որ դու կարաս սենց սարքես։ Բայց ինձ թվում է ինքը ինչ-որ բան ջոգել էր։ Դու չէ, ինչ պետք է ջոգի վայ։ Մեր սարքած պիցայի վրա անանաս չկար, իսկ պատվիրվածի վրա կար անանաս։ Չես հիշում, որ անանասը տեսավ զարմացավ։ Ախպեր, ես իրան ասացի, որ այդ վերջում ենք ավելացել այդ անանասը։ Դու չէ, ինչ պետք է ջոգի վայ, կարևորը որ աշկը մտապեր։ Հա, Սով ջան։ Վարուշ, կարաս այսօր գաս մեր տուն։ Յախի չեմ կարա վայ։ Գիտես ինչի համար եմ ասում, ուզում եմ էլի այդ պիցայից սարքես, այսօր հյուրեր ունեմ։ Հա։ Հա, եթե կարաս մի ժամից արի, լավ։ Լավ։ Ինչ ես ասում։ Ասում այսօր հյուրեր ունեմ, կարաս գաս այդ պիցայից սարքես։ Վայ։ Դա հիմա ինչ եմ անում։ Վայ։ Շեֆի։ Ես հյուր ենք ունեցել մենք։ Հա, պարոն Արուշակյան։ Յա։ Ո՞վ է եկել որ։ Մայրանուշը։ Մայրանուշը։ Չասում, բայց ո՞նց է եղել որ մեզ հիշել է։ Մխոն էր հրավիրել։ Յա, այդ շատ լավ է։ Բայց չի կես կան բան դրե, հա։ Այ աղջի ջան, մի բան դնեիք հերիքա։ Ձեզ թողեմ մեր թափեք արա։ Ինչ բերեմ ձեզ, պարոն Արուշակյան։ Գնամ Մարգարիտային կանչելը։ Լավ։ Իսկ խմելու ինչ կուզեք։ Այ աղջի, ասեմ գնամ Մարգարիտային կանչի, որ խմեմ։ Գնա։ Յո։ Աղջիկ ջան, ես ինչ է տեսքդ։ Ինչ ես տամես շրեկի դերկու ֆորֆորում, հա։ Увлажняющая։ Աղջիկ ջան, ինչի է դարկում ուժնալայուշիա, թե ինչա։ Արդեն սպիտակ ուվալյայուշիներ քեզ չեն ուվալյատանում։ Վռոմ, բայց ասեցին էսա լավ է, ես էլ էս առա։ Բայց չի կարում դեմքիդ նայի։ Բա կնիկը մարդուն էս տեսքով կներկայանա։ Հիմա լավ է ես գնամ մեքենա քանդեմ, դա կմտեմ սս տավու դոտվեմ կամ կանգնեմ դեմդ, ասեմ ինչ սիրի։ Դու այդ տեսքով ինձ կսիրես, հա, կպաչրտես։ Վռամ, ես սենց եմ արել, որ հետո քեզ հաճելի լինի կպնելը։ Այ աղջիկ ջան, այդ ամեն ինչը արա, երբ որ ես տանը չեմ, այդ շրեկոտ կայֆերը տանը չեղած ժամանակս արա։ Լավ, էլ չեմ անի։ Ոնց որ անապատիկ կակտուս ելնես, քու տունը շեն։ Գնամ մաքրեմ գամ։ Այմեր սպասի, նստի, մաքրեմ գամ։ Հիմի ավելի կարևոր հարցեր ունեմ քեզ տալու։ Ոյ քուարը։ Մարգարիտա, Մայրանուշներ այսօր եկել մեր տուն, հա։ Հա, դե որ վաղուց չէր եկել, ասել եմ ամի հա։ Բայց իրան մխոներ հրավիրել, հա։ Ինչի։
Դե որ վաղուց չէր եկել, մխոս ասելա թող գա, ինչ կլինի որ։ Այ աղջիկ ջան, դու իսկապես տենց ես մտածում, թե անմեղես ձևանում իմ առաջ, Դու լսի այ մերնեմ ջանիդ, Մարգարիտա, այդ աղջիկը 1000 տարի մեր տուն չէր եկել, մխոն իրան 1000 տարի չէր հիշել, այդ ո՞նց եղավ որ այսօր հիշեց, ո՞նց եղավ։ Այ այդ ես չգիտեմ։ Այ հենց այդ պիտի իմանայիր էլի։ Ինչի։ Քո ընկերոջ աղջիկն է վատ արել որ եկել է։ Որ այս կակտուսը բան չի հասկանում արա։ Լսի Մարգարիտա ջան, շատ լավ է արել որ եկել է։ Բայց ինձ մի բան է հետաքրքրում, այդ ոնց եղավ, որ մխոն իրան հենց այսօր հիշեց, Ախր այդ քալը մեր տուն հենց նես մարդ չի հրավիրի։ Ես իրան 20 մատից պես գիտեմ։ Կարող է իրար հետ առանձնացել են, Չէ, Վռամ ջան, Իրենն ու Անուշիկն էլ էին տանը, միասին տենց ուրախ զրուցում էին։ Այ քո Անուշիկից ջանին մեռնեմ, էլի դրա սիրտը կոտրել է էլի։ Այդ սուտի լավ տղեն։ Վռամ, բայց իրանք իրար հետ շատ լավ էին շփվում։ Չեմ ավատում։ Մորթի չեմ ավատում, որովհետև մխոն հենց անենց մարդ չէր հրավիրի մեր տուն։ Հենց անենց Մայրանուշին չէր բերի մեր տուն։ Բայց ախր ինչի ես տենց ասում, այ Վռամ ջան։ Որովհետև ի վերջո մխոն իմ տղեն է։ Ինձ գոնե այ այսքան պիտի քաշած լինի էլի։ Վարուժ գնա որ հասցնես, չասցիր մի ժամից կգամ։ Չեմ գնում։ Բա ինչի խոս տվեցիր։ Լավ չես արա։ Ախպեր գնամ իրաց տան հյուրերի համար պիցա սարքեմ, հա։ Շատ է որ լավ ես պիցա սարքում, չէ։ Գնա, ես քո տեղերն էի կգնայի։ Արա գնամ խայտարա կլեմ, հա։ Կանես զանգեմ գոնե Վալերին պատվին ենք բերի։ Բայց ինչ գիտես, քանի հատ պիցա է ուզելու Սոֆան։ Կարող է մի 10 հատ ուզի։ 10 հատի փող չկա։ Արի ինտերնետում նայենք, տենանք ոնց են սարքում, գնա սարքի, կարող է մոտը ստացվի։ Իրանց տուն գնալու շանսը բաց մի թող։ Բարը Վռամ ջան։ Բարը Կարմի ջան, նստի, հյուրասիրվի։ Ախպերս, գործեր մորձը սաղ լավ են։ Յոլա էլի Վռամ ջան։ Հա դե մեր նման էլի։ Հա, ազիվ ծերին հասցնում ենք։ Այդ լավ է որ հասցնում եք։ Բայց ես ինչ ասեմ։ Դժվար է, չէ։ Դո դժվար է այն խոսքը չի Կարմի ջան։ 6 տեղ աշխատում եմ, որ ընտանիք պահեմ։ Երշիկի ցեխը 1, կատնամթերքինը 2, լոմբարդներս 3, մանր մունր մի 3-ներ կա դու գիտես, սաղ օրը լեզուս գցած տեղից ընդեի վազում, այն դեղից էլ լեզուս գցած տեղ եմ վազում, էսա, սաղ օր է տենց է։ Չէ Վռամ ջան, սաղ գործերից յան եմ տվել։ Իմը մնացել է մենակ կլինիկան էլ ինձ վզով է։ Ջան, գոնե նորմալ հիվանդ բան ունենում եք։ Դե որ սենց գնա գող կլնենք։ Բայց սա որ կյանքը մի քիչ լավացավ մարդիկ սկսան նորմալ սնվել, արդեն մեր գործը կկանգնի։ Դո չէ ախպեր ջան, ուր կանգնի, մեռնեմ ջանիդ, դուք եք ձեր հանապազորյա հացը տեղից եք վաստակում։ Ախպերս, որպես մխոյիս մոտ ընկեր, այս թեմայի շուրջ մենակ քո հետ եմ ուզում խոսամ։ Դու ասենք ոնց ես նայում ես հարցին, մխոս, կարա Մայրանուշի հետ մոտիկ լինի։ Ասենք Մայրանուշը մխոյից ճաշակով է թե չէ, հա։ Ինձ թվում է չէ Վռամ ջան, բայց ինչի համար ես հարցնում։ Ասի, բայց ինչի չէ։ Մայրանուշն էր տես լավ, ուրախ, հավեսով աղջիկ է էլի, հա։ Բա Անուշիկը։ Անուշիկ։ Ինչ Անուշիկ։ Որ ուզեր Անուշիկին կուզեր էլի։ Զորով մարդուն չես կարա մեկին սիրել տաս։ Այս վերջերս ես կանգ եմ առել Մայրանուշի վրա։ Մանավանդ այսօր եկել էր մեր տուն արդեն։ Նայում եմ, ես ոնց որ հասկանում եմ դրանց մեջ ինչ որ բան է ուզում սկսվի, հա։ Չեմ կարա ասեմ Վռամ ջան։ Լավ Կարմի ջան, եղավ ախպերս։ Բայց որ մխոյի մոտ ինչ որ բան նկատեմ, քեզ անպայման տեղյակ կպահեմ։ Եղավ Կարմի ջան, հասկացանք իրար։ Դե սպոկվեմ էլի Վռամ ջան, ես կլինիկայում լիքը գործեր ունեմ։ Ահա, դու քո գործերին այ ախպերս։ Գնա մարդ-մուրդ բուժի, բան արա։ Եղավ Կարմի ջան։ Դե հաջողություն։ Հաջողություն ցավը տանեմ։ Հաջողություն ախպերս։
Ոչ մի բան չասեց։ Այ Մարգարիտա, չես պատկերացնի, ես սկարբիտ ինչ աֆերիստ է։ Լրիվ ջոկեր էր, ես ինչ եմ ասում։ Էսի դոտ չի։ Հա, լրիվ քթածակով։ Ինձ թվում է, այս Մայրանուշի իդեան էլ իրանն հենց։ Հա, այդ մեկը հաստատ։ Արի։ Եկել են արդեն ձեր հյուրերը։ Չէ, դեռ չեն եկել։ Իսկ ճիշտ չլինի այդ մատերիալը վերցնենք, տանենք մեր տուն սարքենք, բերենք։ Ինչի։ Մի ամաչի արի։ Դու չէ, ամաչելը չի։ Արի, շուտ արի։ Ստեղ մարինացված սունկն ու եգիպտացորենն են, իսկ խմորն ու մնացած անհրաժեշտ բաները սառնարանում։ Հանեմ, թե դու կանես։ Չէ, ես կանեմ։ Լավ, դե ես գնամ ինձ մի քիչ կարգի բերեմ։ Վռամդյան ուզում էր խոսք հաշել, ախպեր։ Աշկիս ինչ-որ բան ջոգել է։ Կամ էլ աչքը վախեցել է ապել։ Կամ էլ տենց։ Ամեն ձևով ուզում է դեմը առնի, բայց այս անգամ համայնայոց կարբիտը շատ տակտիչնի է գործելու։ Ու արագ ապել։ Ու արագ։ Վռամդյան, Մխոյի ու Մայրանուշի սիրային պատմության մասին կիմանա այն ժամանակ, երբ որ Մայրանուշի պապան էլ կիմանա այդ ամեն ինչի մասին։ Դե Մայրանուշի պապան էլ որ իմացավ, գնալու է Վռամդյայից տուն, Վռամդյայի հետ մի բաժակ խմի ու որոշեն հարսանիքի օրը։ Ես քո ուղեղի ֆանատն եմ ապել։ Ապեր ձգտեք, որ դուք էլ ասունանաք։ Ինչ արիր։ Պիցա եմ սարքում։ Ստացվում է։ Հա, մի հատ արդեն կերել են ու շատ էլ հավանել են։ Լուրջ ես ասում։ Հա, դե վայ։ Դե լավ, շարունակի ապեր։ Բռնի կմորթի։ Հա։ Դա ինձ խես կանչը ձեր տուն։ Ներեկի, լավանուշիկի ներվերը կերակ։ Ուշ ես նեղացե, որ այն օրը տեղը տեղին չորեցի։ Չէ։ Լու նեղան այր էլի։ Ապենյակ ուշը Մայրանուշը ինձ ասեց բան ունեմ քեզ ասելու։ Գնացինք առանձին մեկ է սենց անեմ, իմ ընկերուհիներից մեկը ասում է չփլեին քեզ էլի յանիարայ։ Սոց կայքերով ասել է արի ընկերություն անենք, ինչ որ ասել ես չէ բան, հա։ Ես էլ իրան խոստացա, որ կհանդիպենք միտեղ, տենց կծանոթանանք, կշփվենք բան էլի։ Դեռել ես լրիվ ջիմիները։ Չեմ կարա ապեր, գործեր ունեմ։ Հիտացքի։ Մենք ոնց ենք հիտացքում։ Չեմ կարա։ Դե ուրեմն զանգեմ համի գնանք։ Հիմա էլ չեմ կարա։ Ու հետաքրքիր այն չի ես դու իմ տեղը որոշ է։ Բուս։ Բաղ որոշ երեք ու տեղը։ Մխո ես հիմա հասկանում եմ ինչ ես դու։ Տենց շահագրգռված, որ ես այդ աղջկա հետ ծանոթանամ։ Այն ինչ որ կարբիտ էր քո գլխին անում, հիմա նույն բանը դու ես չէ ուզում անես։ Վայ, քավ լիցի ապենյակ, ինչի ես դից բաներ ասում արա։ Ուղղակի որ Մայրանուշներ խնդրի ասի չմերժեմ այդքան բան։ Ես չեմ կարա ապեր, զանգի ասա որ զբաղված եմ։ Հələ քեզ ասում եմ Մայրանուշի համար արվում ես սաղ, չփլի։ Հա Մայրանուշի համար դու ինչ ուզում ես արա։ Չկա հասնելու։ Եթե ուզում ես Մայրանուշին ու իր անգերուն չնեղացնես, ասա որ ինձ սիրտը զբաղված է։ Դու հələ մի րոպե։ Իդով ես բաղացրեք ու սիրտը որ։ Չես ճանաչի։ Հստատ։ Հաստատ։ Գնացի ապեր, հետո կհանդիպենք։ Դե նայի հա։ Նարեկ։ Կարամ քեզ մի բան խնդրեմ։
Ասա։ Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե Մարիանուշը ինչ է ասել Մխոին։ Այսօր եկել էր մեր տուն։ Ուղղակի չեմ հավատում, որ Մխոն կարա Մարիանուշի դուրը գա։ Ինձ թվում է այդ անհնար է։ Կարաս իմանաս ինչ են խոսացել խոհանոցում, ինձ ասես։ Հա, ես գիտեմ ինչ են խոսացել։ Կասես։ Կներես, բայց չեմ կարող ասեմ։ Լավ։ Ուղղակի այդ շատ անձնական է։ Ճիշտն ասած, պապան նենց բանի մեջ էր գցել այս քանի օրը մեզ։ Հա, Մխոն պատմել է։ Հա։ Տեսա ապերի նկարները։ Մարիանուշ, ճիշտն ասած, ես իրավունք չունեմ նման հարցեր տալու։ Ուղղակի ինձ շատ հետաքրքիր է, թե Մխոն քեզ ինչ է ասել մեր խոհանոցում։ Ուղղակի ես բան ունեմ պարզելու, դրա համար եմ հարցնում։ Իր կներես, բայց չեմ կարող ասել։ Մխոին խոստացել եմ։ Լավ։ Դա Մխոնա։ Հա, Մխո ջան։ Մայրանուշ ջան, այսօրվա սրճարան գնալը ըդբոյ է զիշան։ Ընկերու դասակներես այդ տղուն հարմար չի էլի, բայց այս քանի օրը կհարմարացնենք կգնանք անպայման։ Վայ, բայց ինչ ված ստացվեց։ Դե գիտեմ ինչ արած, գիտեմ որ արդեն տրամադրվել էիք, բայց դե սենց ստացվավ էլի ինչ անեմ։ Բայց ասեմ, որ ինքը ահավոր ուրախացավ այդ առիթով։ Այնպես որ Մայրանուշ ջան, ես քո ասածը չեմ անտեսում, անպայման կանենք այսքանի վաղտը։ Լավ, կսպասեմ։ Նկարս արդեն խփել ես, չէ՞։ Հա, բայց դրա մասին հիմա չեմ կարող խոսել։ Հետո կզանգեմ, լավ։ Եղավ Մայրանուշ ջան։ Այսօր պետք է սրճարան գնայինք։ Այն էլ ասաց, որ հետաձգվում է։ Անընդհատ հոր մասին է ասում։ Մի տեսակ մեջս վախ է գցել։ Բա որ ասում է, որ հոր սիրտն է պիտի գրավես։ Հա, ասում եմ հորդ այդ լեզուկը գտնեմ, ասում եմ հնարավոր չի։ Ուրեմն շատ պիտի պարապես։ Նա ինքը ո՞նց էր հետը։ Լավ, բայց դա էլ որ հետս ընկերական է։ Ես գիտեմ ինքը ինձ ահավոր հավանում է։ Ուղղակի հորից է վախենում։ Դե վախենալը ո՞րն է, մրսած է էլի հորից։ Որ ապեր գիտես ինչ հարուստ էին։ Վարուշ։ Հիմա Սոֆան թե իրա փողերը։ Սոֆան էլ փողերն էլ։ Երկուսը մեկում ապեր։ Եթե ես կարացա իրա հոր այդ լեզու գտնեմ, գիտես ինչ լավ կլինի համար ապեր։ Երկի ասպարեզում ինձ պեսան տարաշ կտանի ապեր։ Հետո կամուստանանք ավտոկարնիկ դնի տակս, տուն կառնի բան։ Տենում ես որտեղից եմ բռնսրել։ Վայ վարուշ։ Մինքը ինձ առաջ կտանի, ես է քեզ առաջ կտանեմ ախպեր։ Մեզ մեծ ապագա է սպասվում։ Մենակ թե մնում է Սոֆային ինձանով անեմ։ Վարուշ։ Ինձ թվում է Սոֆան քո հետ խաղ է անում։ Մենակ տեներից ոնց էր նայում։ Լուրջ եմ ասում, համարյա համբուրվում էինք։ Համբուրվելու համարյան որն է։ Դե ուշադիր բռոշտերից էր նայում։ Վարուշ։ Ես ինչ է։ Գրվածս փողն է։ 1000 ըստ է։ Հա։ Մինչև հիմա ես ուրիշ կարծիք էի քո մասին։ Բայց պարզվում է դու Մարիանուշին էլ ես կարողացել գրավել։ Դու տենց տիպն ես, հա։ Սրտակիր։ Հիմի դրան սրտակիր են ասում։ Կամ սրտագազ։ Սիրտ գզող էլի։ Ախր որ ես տեսա քո նկարները Մարիանուշի սենյակի պատին, մտածեցի դու ես տվել, խնդրել ես որ կպցնի, բայց այն որ դու իրան սրճարան ես հրավիրում, հետո զանգում ասում ես չենք գնալու ու ինքը դրանից նեղվում, հա այդ իրոք զարմանալու է։ Ես այնց զգլխիչ տղայնյակ եմ, որ ասենք Մարիանուշիկ չլինի, Անուշիկ կլինի, մեկը չեն դիմանում։ Մխո ու այդ ամեն ինչը արեցիր մի քանի օրվա մեջ։ Ասեմ ավելին, մի քանի ժամվա մեջ։ Հալլա ինձ, չէ՞։ Հաստատ հալալա։ Բա։ Հետո էլ պապան ասում է իմ տղան ինձ նման չի։ Լավ էլ նման ես։ Ամի դու գոհ ես թե չէ։ Չնայած ոնց գոհ կլես։ Համ $1000 ընկար, համ Անուշիկը մնաց բորտին։ Անուշիկի համար մի անհանգստացի։ Ո՞վ ես։ Դու իր ընկերնյակը անհանգստանա իր համար։ Ամիկասես ինքը ընկերնյակ չունի։ Մեկը պետք է սխալ չպայր իրան, պետք է ցեխի մեջ չընկներ։ Իսկ հիմա ինչ էլ անի չի ալտերացնի իրան, չի հանի ցեխից։ Լավ մխո։ Լուրջ եմ ասում,
Ես էլ ուր գրած չլեր չէի վեգալի, պրոստե մի օր չվեգալեմ նենց մի քիչ ուրիշ մոմենտներ գլի էլի քումը լավ շիլի։ Մայրենուշ ջան շատ գոհ եմ ազիզ ջան։ Ես են eskanեմ իմ ընկերնյակին ինչքան հնարավոր է շուտ կծանոթացնենք քո ընկերու հետ։ Լավ։ Նկարներս եկարած չփոքես, թողես պատի վրա։ Մեկանես չէ որ տան դիզայնը կգցի։ Չէ։ Լավ ազիզ ջան, դե թող մնա։ Ճիշտ ասած, տխրել էիք, որ չեմ լենու ձեր շեֆը։ Թե ագին ուրախացել եք այդ տղա, հա։ Դե պես ոչ է ուրախացել ենք էլի։ Բայց ինչ օին խաղացի դրանց գլխին է։ Սաղին դաս տվի։ Ու գիտես, այդ միտքը ոնց մտահղացա մոտս, հա։ Ոնց։ Արա շատ պատահական։ Ուրեմն ես Մարգարիտաս գնում եմ Մերսման սրա, ընդ ինչ որ միջադեպ բան է տեղի ունենում ու դրանից հետո այդ սնանկանալու մասին միտքը մոտս միանգամից մտահղանում է։ Բաբոն ցավը տանեմ։ Արա, բայց այդ ինչ միջադեպ էր Մելիքզեդ, այդ ինչ միջադեպ էր, արա։ Այդ ինչ միջադեպ էր, պարոն Արաշատյան։ Արա իմ երնեմ ջան, էլի քիդդ խոթեցի մեր ընտանեկան գործերի մեջ, արա։ Իա։ Լավ ինչ ես անդադ բզբզում։ Արա մերնեմ ջան, այդ Մելիքզեդ, ինչ ես մտնում մեր ինտիմ կյանք, հա։ Պարոն Արաշատյան, հարցն եմ որ չսեք թե անտարբեր եմ։ Այ մերնեմ ջան, հիմա որ ես ձեր ինտիմ կյանքի մասին չեմ հետաքրքրում, ուրեմն անտարբեր եմ, չէ։ Բայց Մելիքզեդ, ուրեմն անտարբեր եմ, հա։ Պարոն Արևշատյան, ամեն անգամ դուք ինձ ինչ-որ բան կսեք, որից հետո ես ստիպված կեղնեմ ձեզ ինչ-որ բան հարցնել, կուլտուրայից դուրս գալով, հետո ամեն անգամ դուք ինձ կսեք քիթդ կողես մեր ընտանեկան ինտիմ կյանքի մեջ, ու ես ինչ ենեմ։ Լավ կեղնի դուք ոչ սեք, ես ոչ հարցնեմ։ Պահո, ուրեմն քեզ հետաքրքիր չի, հա, շեֆիդ կյանքը։ Միսեմ հետաքրքիր է, դիսակի դելի բզբզեսկը մեր ընտանեկան գործերի մեջ։ Այ մերնեմ ջանի, դերի նեղանում, ես ցավը տանեմ։ Այ մարդ, էս ուրիշ է, այն ուրիշ էր։ Մի խոսքով Մելիքսե ջան, եկանք, հասանք բուն ասելիքիս։ Ուրեմն սաղին ասել եմ, քեզ էլ եմ ասում։ Մխոյիս, այսօրվանից հետո, որտեղ տեսար մի հատ աղջկա հետ, սաղ գործերը թողում ես ու միանգամից ահազանգում ես ինձ։ Եղավ։ Բացի Անուշիկից։ Մելիքսե, Անուշիկին գոնե գիտես։ Հա դե Անուշիկին ինչ կերնի չիմանամ։ Ուրեմն լսի Մելիքսե, միտքս ավարտեմ։ Այս կարբիտը մի հատ բան է մտածել, որ հանկարծ այդ պլանը իրագործեց։ Ուրեմն մենք ես ու դու չենք կարա դրա դեմ առնենք։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Այդ օրը կլինի վրամի տապալման օրը։ Մելիքսե, բայց ինչի՞ չես հարցնում, այդ ինչ պլան է ուզում իրագործի որ, հա։ Խի չես հարցնում։ Չես հարցնելու։ Դե երևի չհարցնեմ։ Այսինքն հեչ պետք է տել, չի։ Չէ։ Պարոն Արևշատյան, մի օր սեմ պետք է հարցնեմ։ Լավ, всё։ Վերջացավ, ես արդեն ամեն ինչ հասկացա։ Թարգի։ Դու ինձ ընդհանրապես չես էլ հարգում։ Ես այդ հասկացա։ Всё։ Դու պրոստը ձևականորեն գալիս ես գործի, ստե ժամանակ ես մերցնում ու գնում ես տուն։ Всё։ Մելուի խփաստեղը միջև իմ չի անցել ամու։ Աթորը շատ չոր ա եղել ապեր։ Ախր որ մի քանի վայրկյան համբեր էր սաղ կասեին, չդիմացավ ապեր։ Տակարի ու տղա է, էլի։ Ինչն է, մեկ սրա զանգից եմ ներվայնանում, մեկ էլ են Արևշատյան։ Մեկ էլ տես ինչ ասի։ Հա, Մելո ջան։ Տունը կաֆե ունիք չէ։ Մելո ջան, ցավը տանեմ, վերջի երկու գտալը նոր սարքեցինք, խմեցինք, ջիգեր ջան։ Դարի փոխտամ դրա կոֆե։ Եղավ ջիգեր ջան։ Լավ է, էլի։ Ինչ ասում որ։ Ասում արի փոխտամ գնա իմ համար կոֆե առ։ Այրեք էլ ես եմ իրան շուկան արել։ Չեքերն էլ ուզում եմ որ ստուգեն։ Ասա գոնե չեքերը չուզեն մարդ սրտանց գնա առևտուր անի, էլի։ Ախր այ համո ջան, այ ցավը տանեմ։ Մենք խի պետքա գնանք իրանց համար առևտուր անենք, հա։ Իրանք երկու տունը նստել են, մենք պետքա գնանք, անենք, հա։ Բայց մենք ոնց որ կոֆե ունենք, է։
Ես իրան տենց ասեցի, որ չտամ, էլի, elə լրիվ թարս ստացվեց։ Հələ մեր հաշվին են ապրում։ Դե գնա առապեր, ինչ ասեմ։ Ապե դու կգնաս։ Է։ Все же эта страна держится на нефти и не может обойтись без нефти. А меня сейчас больше всего интересует энергия. Ари, Гагу, Ари. Этой проблеме посвящен мой фильм. Ага. Գնա կոֆե բերեժանը չնայես, նորմալ կոֆե կբերես։ Ինչ է, ծոպաներ է։ Չէ, դրի ցավտան։ Էնա թող մի անգամից մեր վաղվա առևտուրն էլ անի էլի։ Ինչ է պետք որ անի։ Լիքը բան։ Մի 10 կիլո կարտոշկա, սոխապետ, միրգ չկա։ Հա թվարկում ես որ ինչ անես, գարե դուր ծերը ես դա առնի։ Ապեր ասում եմ շատ ես մզմզում, հա, ոնց որ։ Ինչ մոմենտով ես ասում։ Մայրանուշի։ Կամացերը։ Հա ինչ։ Սմա հա ինչ, ատեսնյակը տունները ուզում ես լսի։ Այսօր չպետք է գնայր տենայր իրան մխու։ Դե չփլեն իրան թանգացրեց, ասեց այսօր չեմ կարա բան, դրա համար այսօր չենք հանդիպելու, կարմիտ։ Ուրեմն պետք է չփլենք ես տորմուզ անի։ Հենց մի գնում ենք դրանց տնից անենք տանենք։ Չի գարա, չի գա։ Ինի գիտի որ եթե Մայրանուշի ընկերու հետ հանդիպեց, էդի ընկնելու է իրեն շոյականջը, էդի իրեն լավ չի չէ ժոգում, չի ուզում։ Հենց հիմա գնում ենք մխու։ Էս ուր է գնում Կարմիտ ջան, հա? Գնանք միտեղ նստենք, էլի Վռամձյա։ Յա։ Նստել եք ուզում մեր տանը նստեք, այ ձեր ցավը տանեմ։ Պարտադիր է եթե այդ զահրումար կաֆեներում նստեք, հա? Դե ոնց որ շատ որ են կլնելու Վռամձյա, այդքանը որ գանստեղ սիրուն չի նայվի, էլի։ Հա, այդ բանով ես ասում, հա? Դե լավ, գնացեք, բայց աշխատի մի ժամից տանելին ես, հա Մխո ջան։ Եղավ ատեսնյակ։ Հա, պարոն Արևշատյան։ Ուր ես։ Տանտեմն եմ։ Շուտ ներս արի։ Մխո եք դուս եկան։ Հա։ Ուրեմն մեքենաս վեկալ դրանց հետևից գնա, բայց անենց արա որ քեզ չտենան։ Եթե հանկարծ դրան Մայրանուշի հետ տեսար, քծում ես մեքենա ու տանում ես ցեղ։ Ասում ես Էրջան երշիկների հետ, աղան թող գնա։ Հերիքելա բոն եղավ։ Եղավ շեֆ ջան։ Կասես ոսկորներն հետ աղան։ Հարց չկա։ Չո։ Գնա մեր դուրը փակի բանալի ու բանալին պահի։ Ինչի։ Մի հատ եկեք բացեք այս դուրը։ Ոյ քորը։ Աշկի սեկրետ անգես Սուսիկ ջան։ Արի Մխո ջան, ատեցը տասը որ բան փոխանցի։ Փոխանցի։ Ես ինչ ես անում ապետ։ Չորսիդ միասին եմ ուղարկելու Սվադիվնի պուտի շեստվյա։ Չորսիս ինչի։ Արա անուշինքին քեզ Կարմիտին մեկին բնարեկին չորս չեղակ։ Բայց եպիկ է։ Արելավա դուրը ջատիկան մելոնից տեղտենա։ Ինչ պիս ես դու զաղջի։ Ես ինչ ես Սուսիկ։ Հասանելի տարբերակով ներդրեք ձեր դրամական միջոցներն անելիք բանկում և ստացեք տարեկան մինչև 12.5% տոկոսադրույքով կայուն եկամուտ։ Ինչպես նաև ներդրված գրեթե ամբողջ գումարի չափով ստացեք վարկային գիծ, ընդամենը սկսած 2.8% ավել տոկոսադրույքով։